Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 11-ն է 2026 թվական։ Հետընտրական զարգացումների հետ կապված որոշ պարզաբանումներ արեց Նիկոլ Փաշինյանը, որը արժանի է իհարկե մեր ուշադրության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօրվա ավանդական ճեպազրույցի ժամանակ ինչ է ասում. Առանց ընտրակաշառքի ես վստահ եմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100%-ով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Խախտումներ այո եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ երեք ուժերը խորհրդարան մտնելու շեմը չպետք է հաղթահարեին։ Հիմա էլ քննարկում ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք, թե չէ ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն, ասել է Փաշինյանը։ Ու հետո այս եռագլուխ, ինչպես ինքն է նշում, պատերազմի կուսակցությունը, որ հայտնվել է խորհրդարանում, մեղավոր համարում է իրավապահ համակարգին։ Այ դուք չբռնեցիք, դուք չդատեցիք, այ դրա համար մեր լեգիտիմության աստիճանը այսպիսին է։ Իսկ հիմա հասկանանք, ինչ է ասում, ինչ է խոստովանում Նիկոլ Փաշինյանը, որ այո, երեք կուսակցություն չէին լինի խորհրդարանում, եթե ընտրակաշառք չլիներ։ Ընտրության կազմակերպման պատասխանատվությունը այս կառավարության վրա է։ Եթե խոսքը գնում է այն մասին, որ էականորեն ազդել է ընտրության արդյունքների վրա, որովհետև խորհրդարան են անցել երեք ուժ, բայց նրանց փոխարեն կարող էին անցնել երեք այլ ուժեր կամ երկու կամ 4, դա նշանակում է այո, ընտրության արդյունքի վրա տեղի է ունեցել էական ազդեցություն։ Ուրիշները պետք է անցնեին, ուրիշներն են անցել։ Դա նշանակում է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ասում է խորհրդարանի դահլիճը այսքանը լեգիտիմ է, այնքանը չէ, կիսալեգիտիմ չի լինում, այսքան տոկոսով լեգիտիմ չի լինում, կամ լեգիտիմ ես, կամ լեգիտիմ չես, եթե մտել են ուրիշ ուժեր, բայց պետք է մտնեին ուրիշ ուժեր։ Իսկ հիմա պարզ հարց, ընդամենը ընտրություններից հետո Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ եւ վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը ասեց, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն։ Վերջ, այդքան մի բան։ Վերահաշվարկ չենք պահանջել, որովհետև մենք այդ չափի վստահված անձեր չունեինք, որոնք ամբողջական տեղում գտնվեին, եւ լեգիտիմության մասը խոսքը գնացել է ամբողջ process-ի մասին, ոչ թե միայն քվեարկության։ Վարչական ռեսուրս, մյուս, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ լեգիտիմ չի, նախկինների մեղքով։ Իսկ եթե նախկին երեք կուսակցությունը չանցնեին, նրանցից հետո եկողները ովքեր էին, որ կանցնեին, կանցներ նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Բա նրա նախագահը, երբ որ ասում է, այս ընտրությունը լեգիտիմ չի, Նիկոլ Փաշինյանի սատարողները դրսով ու ներսով մի հարձակվել են, մի վայնասուն են կապել, ում շահերն է սպասարկում, ինչու ես դա ասում եւ այլ, խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց, Նիկոլ Փաշինյանի ասածները մի լեղապատառ մեկնաբանի Հօգուտ Փաշինյանի։ Որոշ ժամանակ հետո Փաշինյանը լսում է հրապարակային խոսքը խելացի մարդկանց եւ իր խոսքը փոխում է։ Իսկ դուք գտնվում եք անհարմար վիճակում։ Մի քանի անգամ կատարվելուց հետո գտնվում եք հիմար վիճակում, որտեղ ոնց պետք է բացատրեք, որ հիմա էլ սա է։ Երբ որ դուք մեղադրում եք, որ այս լեգիտիմ ընտրությունները ինչպես կարելի է ոչ լեգիտիմ համարել, հիմա Նիկոլ Փաշինյանը ինքն է համարում ոչ լեգիտիմ։ Ինչ եք պատասխանելու։ Գուրգեն Սիմոնյանից ներողություն խնդրելու եք, լավ, իրանից չէ, ժողովրդից ներողություն խնդրելու եք,
Ինչու այդպես արժեզրկվեց Նիկոլ Փաշինյանին պաշտպանող ուժերին, որոնց ես պայմանականորեն համարում եմ Նիկոլի սազանդարներ, որովհետև իրանք ամեն Նիկոլ Փաշինյանի ասածը պաշտպանել են լեղապատառ։ Այո, արագ պաշտպանենք, որ ցույց տանք, որ ճիշտ է ասում, հետո ինքը փոխել է իր կարծիքը։ Այդ դրա համար այսօր բախվեցիք ժողովրդի կարծիքի հետ եւ տեսաք, որ դուք ժողովրդի մոտ ձայն չունեք։ Այն մարդիկ, ովքեր համառորեն ասել են, սա այսպես է, սա այս, քանի անգամ ա եղել, տասնյակ անգամներ ա եղել։ Եթե Գուրգեն Սիմոնյանը նոր քաղաքականություն մտե իր հետ առաջի անգամ ա կատարվել, ինձ հետ տասնյակ անգամներ ա կատարվել, որ ինձ մեղադրել են, թե ինչու ես քննադատում Փաշինյանին, որոշ ժամանակ հետո ասել են բա տեսակ ինքը ձեր ասածը արել է, հիմա ինչի եք, տեսակ որ արել է, ես էլ ասել եմ պարտադիր չի, որ իմ ասածը անի, կարևորը եթե ինքը հանգել է դրան, որի մասին ես զգուշացրել եմ, արդեն նորմալ է, բայց դուք պաշտպանում եք այն արածը, որը տրամագծորեն հակառակն է անում հաջորդ անգամ, որովհետև մեկ անգամ եւս ձեզ ասեմ, 100 անգամ եմ ասել, 101-րդ անգամ էլ ասեմ, ձեր կարծիքը Նիկոլ Փաշինյանին բացարձակ պետք չի, բացարձակ, ինչ եք ասում, որ պետք կլինի։ Առավոտից իրիկո եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի լարդը ուտեմ, լեղապարկն ու ջիգարն ուտեմ, ոտքերն ու մարմնի մնացած մասերն ուտեմ, ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը ձեզ պիտի զանգի ասի, խնդրում եմ մի հատ ձեր կարծիքն եմ ուզում իմանամ, մարմնից որ մասներ ավելի համով։ Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսքով անգամ նայում է, եթե մի խելացի բան լսի, ինքը կփոխի, ուզում ես քննադատի, ուզում ես վիրավորի, ուզում ես մեղմտոնով ասա, ռացիոնալ բան լսի կանի, եթե բխում է իր շահերից, հանկարծ չմտածեք, թե ինքը տենց բանը երվում խորովում է Հայաստանի շահերի համար լավ բան անի, եթե դա բխի իր շահերից, կանի անպայման, կլսի ռացիոնալ ճիշտ կարծիքը եւ կփոխի իր կարծիքը, իսկ դուք կմնաք իր հին կարծիքը պաշտպանող։ Այս ընտրությունները դա ցույց տվեց։ Հիմա բացատրեք, թե ինչ է կատարվում։ Իրավունք չուներ Գուրգեն Սիմոնյանը, որը եռագլուխներից հետո եկող հաջորդ կուսակցություններից մեկն էր, 6-րդ տեղը զբաղեցրած, մտածել, որ եթե այդ առաջի 3-ը չանցնեին, մենք հիմա կլինեինք խորհրդարանում։ Իրավունք չուներ ասեր Նիկոլ Փաշինյան, սա գավաթի խաղ չի, որ դու ասես հաղթողինն է ամեն ինչ, պարտվողինը ոչինչ, հաղթողինն է գավաթը, ես իմ բաժին ձայնից գոհ եմ, լեգիտիմա, վերջ, սա մրցումներ է, այսինքն այս մրցումների ժամանակ խորհրդարանական ընտրությունը գավաթի չի, նախագահական ընտրություն չի, այս մրցաշարի ժամանակ հաղթում են բոլորը, ովքեր անցնում են, հաղթում է անգամ 2% ստացածը եւ ավելին, որին պետությունը կարգավիճակ է տալիս, եթե նույնիսկ չի անցել։ Այսինքն ինչ է նշանակում, մեր մասը լեգիտիմ է, մյուսը հեչ, ով էր պատասխանատու մյուս լեգիտիմության համար։ Այս սա ինչի մասին է խոսում, որ այո, Նիկոլ Փաշինյանը երբ որ տեսավ, ոչ մի ձևով չի հաջողվում ասել, որ այս ամեն ինչը իդեալական ու լավ անցել է, ընդունեց, որ լեգիտիմ չի, բայց մեղքը գցեց իրավապահ համակարգի վրա, մոռանալով, որ ինքն ասում էր, ես SMS-ով գործից անում եմ իրավապահ համակարգի մարդկանց, որովհետև ժողովրդը ինձանից է պահանջում, ես էլ պետք է նշանակեմ, այդ որ դատավորը կարա իմ ասածը չանի, գնացեք արգելափակեք դատարանի շենքերը եւ այլ, այդ բոլորը մենք հրաշալի գիտենք, այսինքն նշանակում է ինքը ամբողջական պատասխանատվություն է վերցրել նաև դատաիրավական համակարգի եւ ընդհանրապես ուժային կառույցների նկատմամբ եւ այսօր մեղադրել, որ ձեր մեղքով են, որ ընտրակաշարք բաժանողները հայտնվել են խորհրդարանում, դա մեղմ ժպիտ է առաջացնում, բայց կարևորը, որ ինքը խոստովանում է, որ այո, չի կարող լինել կիսալեգիտիմ։ Ես դες դա բացատրեցի։ Մի ուժ անգամ, եթե պետք է անցներ նրա փոխարեն ուրիշ դա անցել, դա արդեն լեգիտիմ չէ։ Եվ դա ինքը խոստովանում է, որովհետև իրան այլ տարբերակ չէր մնացել, որովհետև ինքը գիշերը հայտարարել էր, որ իրանք հաղթել են, որովհետև մինչև այսօր դեռ գնում են հաշվարկները, դեռ վերջնական պարզ չի, թե ինչ է կատարվում, այդքան խախտումներ ինչի պետքա լիներ,
Հարցը նա չի քանի ձայնով է այդ խախտումը, այդքան խախտում ինչու պետքա լիներ, այդ ամեն ինչը դե հիմա նայեք ու հասկացեք ինչա կատարվում։ Եվ բացի դրանից, իսկ հիմա մենք նայենք, այն ինչ որ տեղի ունեցավ, մենք հասկացանք, բայց հիմա process-ը չի ավարտվել։ Ինչ կանեն ռուսամետ ուժերը, երկուսը կլինեն խորհրդանում եւ երեքը մանդատ կվերցնեն, չեն վերցնի, կպայքարեն, չեն պայքարի, ժողովուրդ ջան, դա իրենց խնդիրն է, դա էական փոփոխություն չի ունենալու, որովհետեւ այդ ուժերը կանգնեցին ժողովրդին, խաբեցին, գողացան, այո, նաեւ մեր ձայները։ Ասեցին մենք ամսի 7-ին Նիկոլ Փաշինյանին տուն ենք ուղարկում, օդանավակայանը փակեք հանկարծ չփախնի, ինքը փախնելու սովորություն ունի։ Տեսեք ինչ ենք անելու, ասեցիք դա, իսկ ժողովուրդն էլ մեր ասում էր, այո մենք հաճույքով ձեզ կընտրենք, բայց հաստատ գիտենք, որ նրանք Նիկոլին տուն կուղարկեն, ախր վստահ չենք դուք կկարողանաք այդքան ձայն ստանաք ուղարկեք թե չէ, այո դուք խաբեցիք եւ մեր ձայները գողացաք ու հետո հիմա կանգնել եք, այդ ժողովրդին ասելիք չունեք, մանդատ վերցնեք, արդյունավետ չի լինելու ձեր քայլը, մանդատ չվերցնեք, արդյունավետ չի լինելու ձեր քայլը, խաբեցիք, վերջացրեցիք, սա էր ձեր անելիքը, իսկ հիմա այդ մարդիկ հաշված օրերի ընթացքում հիասթափվելու են ձեզնից, որովհետև իրենց խաբված են զգալու, որովհետև նրանք հույս ունեին, որ դուք եք հաղթողը, քանի մարդ էր մեզ ասում, ախր կփոշիացնեք այդ ձեները, իրանք Նիկոլ մեռանք բացատրելով Փաշինյանին մենք կարող ենք տուն ուղարկել, բանակ չենք թալանել, որևէ սխալ բանակցություն չենք վարել, մենք կարող ենք ուղարկել, մեր դեմ չի կարող ասի, բանտերը կլցնեմ, ես կանեմ, են կանեմ, ու արևմտյան բաներն էլ, դիտորդներն էլ կարիքը չէին ունենա աչ փագեն Նիկոլ Փաշինյանի արածների համար, որովհետև մենք ինքներս այդ արժեքների մասին ենք խոսում, ինչի մասին է խոսքը, իսկ հիմա մենք ինչ ունենք նույնիսկ այս ձևով, երբ որ մեզանից ձայն են գողացել ու այդ 18 մասնակիցների մեջ ուղղակի եւ միջնորդավորված 17-ը մեր դեմ աշխատում էին, այդ բոլորը տեսել եք, ինչ ռեսուրս էին հանում եւ կողքից ինչեր էին անում, դրսի վերլուծաբաններով, ներսի հարապարակային գործիչներով, մյուսով, մեդիաներով ու ամեն ինչով արեցիք եւ արդյունքում մենք ունենք սա, իսկ հիմա մի բան էլ բացատրեմ ու անցնենք առաջ, 18 ուժ մասնակցել է ընտրություններին, նրանք ովքեր իրանց մեջ չեն տեսել այդ ուժը չեն մասնակցել իմաստ չունի քննարկել նրանց հարցը, եթե նրանք այդ ուժը իրանց մեջ չեն տեսել դուք ինչ եք մտածում, ընտրություն դուք կատարում եք մասնակիցների մեջ, ձեր երազանքի ասպետ չեք ընտրում, մասնակիցների մեջ պետք է որոշեք որն է որից լավը, թե չէ ինչ եք դուք ուզում, ում է հետաքրքիր, դուք ուզում եք մի բան, որ այդ մարդը այդ ռեսուրսը չունի մասնակցել, ուրեմն պիտի ընտրեք մասնակիցների մեջ, հիմա ընտրությունն ավարտվել է, մի հատ եզրակացություն պետք է անեք, 18 մասնակիցներից քանի կուսակցության դուք կհամարեք վաղվա համար հեռանկարային ուժ, որ համարեք, որ այս հիմա մենք տեսանք, մենք կհամարենք հեռանկարային ուժ վաղվա համար, ասեք, դուք Սամվել Կարապետյանինն էլ, որ երկրորդ տեղում է հեռանկարային չեք համարելու, որտեղ ինքը ձեզ խաբեց, ինչ հեռանկարային համարեք, իշխանափոխություն արե, հունիսի 7-ին դե վարչապետներ եղել է, իսկ նրան չեք համարելու, որոնք խորհրդարան են մտել, Ռոբերտ Քոչարյանցը ընդհանրապես իմաստ չունի խոսել, թյուրիմացություն է, որ նա այնտեղ պետք է լիներ հիմա, պարզավոր հաջորդ անգամ նա հեռանկար լինել չի կարող, խորհրդարանից դուրս գտնվողները նայենք, լասկի խորհրդարանի ներսինն եմ ասում, խորհրդարանից դուրս գտնվողները նայեք, քանիսին կհամարեք հեռանկարային ուժ, նայեցիք ընտրությունը եւ ասեցիք, այո, մենք կուզենանք, որ հաջորդ անգամ նաեւ այս ուժը լինի։ Համարեք 1 կամ 2, հաստատ դրանց մեջ կլինի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, բայց այդ 1 կամ 2-ը որին թվարկեք, դրանցից որ մեկն է Եվրամիության հետ անդամակցության հետ կապված հստակ ծրագրի կողմնակից, դուք որևէ մեկին տեսել եք, Նիկոլ Փաշինյանի սատարողները դուք հաստատ հեռանկարային չեք համարի, որտեղ նրանք ցույց տվեցին այնպիսի արդյունք, որ ամոթանունից մտածել ապագայի մասին, մնացած ովքեր որ մոտ էին անգամ շեմը հաղթահարելուն, հստակացել են, որ մենք կպաշտպանենք Սամվել Կարապետյանին եւ նաեւ չենք բացառում նաեւ
Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը վերջ ժողովուրդ ջան, էսա ձեր ապագայի ուժը, այսօր եթե հաջորդ շաբաթ ընտրությունները լիներ, դուք ինչ կանեիք։ Այդ միակ ուժն էր, որի հետ կապված ես ձեզ ասում եմ, այն ժամանակ էլ էի ես ասում դա միակն է, հիմա էլ եմ ասում, դուք ինքներդ համոզվեք, ում կհամարեիք ապագայի ուժ այս մարտական բովով անցնելուց հետո, եւ հետո մտածեք, որ հալբատ մի բան էլ մենք ենք հասկանում, էլի ժողովուրդ ջան։ Հիմա այս ձևով, հիմա մենք մտածենք, այո, հաջորդը կլինի արտահերթ ընտրություն, կլինի հերթական ընտրություն, հազարով մի մարտահարևեր մեր դռները ջարդելու են, դուք տեսաք ինչպիսի դրույքներ բարձրացրեց Սամվել Կարապետյանը իր մասնակցելով 5000 դրամանոց կաշառքը դարավ 100-200 դրամ, դուք ինչա կարծում եք հաջորդ փուլում լինի դա հերթական թե արտահերթ, կարելի է պատրաստվել նախորդ ընտրությունների, ոչ ժողովուրդ ջան։ Հաջորդ ընտրություններին պետքա պատրաստվել հաջորդ ընտրություններին, իսկ դրա համար պետքա մտածել, այսօր տեսակ ինչ ագրեսիվ ու վայրենի ռեսուրսով մեր դեմ դուրս եկան, տեսակ այդ ամեն ինչը, դիմացանք դրան, դիմացանք ու ապացուցեցինք, իրանց ստորություններ ջրերես հանեցինք ամեն ինչներ, մեզ հավատացողներն ասում են չենք հավատում, որ դուք 4%-ը չեք անցել, համառորեն ասում են ինչու չեք անում, ասում ենք դե հիմա մեկ առաջարկենք բացեն քվեաթուփերը նայեն տեսնեն վերահաշվարկ պահանջենք մենք բոլոր տեղերը չենք ունեցել ախր բան վստահված անձիկ իսկ հանձնաժողովի անդամներ մենք չունենք իմաստ չունի դա քննարկել դա չի պատճառը ընտրությունը մի օրով չի որոշում միայն քվեարկությանով, այլ ամբողջ process-ով։ Ինչու եմ ասում, ակնհայտ ձեր աչքի առաջ տեսակ եւ հիմա հասկացաք, այո, հաջորդ քայլը ավելի ակտիվ ձև, երբ որ տարիներով ասում ենք եկեք նախապատրաստենք, ասում են դե դրա ժամանակը չի, էսա ինչ որ մարդիկ մեզ արտահերթ խորհուրդ են տվել, իշխանափոխություն անել խոստում են տվել, ասում են մի հավատացեք, լավ էլի դուք մեզ տանում եք ուրիշ process-ի, այ դրա համար չենք հավատում ենք իրանց, որովհետև իրանք այդ 5 տարի ձեզ խաբեցին, հետո գնացին, որպեսզի ընտրության միջոցով էլի իրանք ընտրվեն։ 5 տարի խաբելուց հետո մի հատ էլ խաբեցին ժողովուրդ ջան։ Այս սա է տեղի։ Հիմա այսօր չմտածենք վաղվա օրվա մասին։ Այո, պետք է պատրաստվել հաջորդ ընտրությանը, բայց պատրաստ լինել ցանկացած արտահերթ զարգացումների։ Ինչ գիտեք թե ինչ ալնելու, Ադրբեջանն ինչա պահանջելու, Ռուսաստանի արածի դեմ հակակշիռ արևմուտքի հետ ինչ են կանելու, այսօր Ռուսաստանը կոշտ ձևի քայլեր է անում, արևմուտքը ձեռք է մեկնում, բայց արևմուտքի մեկնած ձեռքը արդյոք ծրագրային է գաղափարականը թե իրավիճակային է Նիկոլ Փաշինյանը այդ արևմտյան ղեկավարներին գնացել ասել է որ ին վրա հույս չդնեք ես Պուտինի հետ հարաբերությունս չեմ փչացնելու հիմա երբ որ Պուտինն է հարաբերությունը փչացնում նրանք ձեռք են մեկնել Փաշինյանը ընդառաջ է գնացել բայց նրանք լավ գիտեն որ դա իրավիճակային է գաղափարական ծրագրային որպեսի դնեինք ու ասեինք ժողովուրդ ջան արևմուտքի հետ պետք է աշխատենք այսօր Փաշինյանը մենակ է մնացել Մենք իհարկե Փաշինյանի հետ չենք համագործակցի, դա բացառվում է, բայց արևմտյան գիծը առաջ տանել է, իր հետ համագործակցություն չի։ Դա մենք կանեինք, դա մենք այսօր էլ ենք անելու, ուղղակի խորհրդանում լինեինք, ուրիշ կշիռ կունենայինք, այսօր ուրիշ կշիռ ունենք։ Սրա մասին ենք խոսում։ Ինքը իրան մենակ թողեց, որովհետև այդ բոլորը իրան սատարողները խաղից դուրս մնացին, եւ այդ բոլորը մինչև խաղից դուրս մնալը մեր դեմ էին աշխատում։ Իսկ հիմա ինքը խնդիր է ունենալու գաղափարական ու ծրագրային ձևով արևմտյան գիծը առաջ տանողների։ Ես համենայն դեպս 22 տարի եմ այդ մասին ասել։ Մարդկանց աչքի առաջ է եղել, ամեն ինչը լավ գիտեմ։ Երբ որ պայից էլ կուսակցությունը ստեղծվել է Գուրգեն Սիմոնյանի եւ մարդը գտել է որ պետքա միասին ճանապարհ անցնենք, ես սիրով ընդունել եմ դա։ Եվ մազաչափ անգամ չեմ փոշմանել, ավելին ասեմ, ավելի վճռական եմ տրամադրված հաջորդ քայլերին աջակցելու, եթե կստանամ հրավեր, որովհետև կուսակցությունը ինքա պետքա որոշի մեր համագործակցությունը օգտակար է համարում, թե չէ։ Ես իմ կողմից համարում եմ 50 անգամ հնարավորություն ունենայի, 50 անգամ էլ իրանց կողքը կկանգնեի, որովհետև դուք ինքներդ տեսնում եք ընտրություններից հետո ում կվստահեիք
Հիմա ձեր աչքի առաջ է այդ ամեն ինչը։ Խաբվածների մի հատ բանակ, որոնց խաբեցին մեր ձայները գողացան, թե իրանք իշխանափոխություն են անելու։ Դա էլ տեսակ ժողովուրդ ջան։ Տեսակ սուտի արևմտամետներին, որ մեր դեմ աշխատում էին։ Դա էլ տեսակ հասարակությունը նրանց ինչ չափով է վստահում։ Այնպես որ ես ուզում եմ ասեմ, առաջիկայում մենք շատ անելիքներ ունենք։ Կուսակցությունը իր խնդիրները կլուծի, Գուրգեն Սիմոնյանը հենց միանգամից կուսակցությունը հիմնականում քայլեր անելուց հետո մտել է այսպիսի պայքարի մեջ, որտեղ բոլոր կողմերից հարձակվել են, դա այնպիսի կարծրացնում է մարդուն այդ փորձառությունը այնքան է օգնում, որ ինքը ձևը կգտնի իր հարցերը լուծելու։ Ես էլ մտածում եմ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մենք զարգանանք, որպեսզի մենք կարողանանք ընդլայնել մեր գործունեությունը եւ կարողանանք դրանով օգտակար լինել, երբ որ պահը կգա, որ կիմանանք մեր երկրի համար ցանկացած պահի պետք է անել ավելին, անենք ավելին, որովհետև այսօրվա ընտրությունը դուք տեսաք, թե ինչպիսի խաղադրույքներ են։ Ոչ մեկը չի ասում, այդ չափի մենք կարողանանք խաղադրույք անենք, մենք միլիարդատեր չենք, դուք նույնպես։ Այնպես որ դրա մասին չի խոսքը, բայց կյանքը ցույց տվեց, որ ինչքան որ իրանք դոլարով ծախսեին, դրանից տասնապատիկ անգամ պակաս դրամով ծախսածով մենք արդյունավետ կարող էինք պայքարել, բայց նրանք մեր դեմ էլ դուրս եկան։ Հավասար պայքարում մենք իրանց կանցնեինք։ Ու բոլոր այդ հարցումները դա էր ցույց տալիս։ Ինչից հիստերիայի մեջ ընկան, որովհետև իրանց խաղակարտերը խառնվում էր։ Ասում ենք պետք է այնպես լինի, ոչ մեկը մեծամասնություն չստանա։ Խաղեր տվեցին մեր դեմ եւ այսօր տեսակ, որ ինչ տեղի ունեցավ։ Հիմա մտածում են ում մեղադրեն։ Մեղադրեք ձեզ։ Հիմա դուք այդ ամեն ինչը հասկացաք։ Ու հիմա նաեւ տեսնում ենք, արդեն հիմա Եվ հա, դա էլ ասեմ, որ եթե այդքանը մինչև անցնենք մյուս թեմաներին, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն ունեք ձեր մասնակցություն ունենաք ֆինանսապես, նաև կարող եք մտնել նյութի նկարագրական մաս, բոլոր տարբերակները կա, նաև բանկային փոխանցումը վերաբերում է իմ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որով Եվրամիության անդամակցության հետ կապված մենք լայնածավալ աշխատանք կտանենք, եթե ունենանք բավարար ռեսուրսներ։ Բացի նայած կա նաև արագ փոխանցման տարբերակներ, իդրամի փոխանցում, քարտային, PayPal, Patreon, բոլոր հնարավոր տարբերակները, որով կկարողանանք ընդլայնենք եւ YouTube-յան ալիքը եւ հասարակական կազմակերպությունը աշխատանք տանենք, որ այդ բացը լրացնենք, թե ինչու եղավ այդպես, որ մեր դեմ աշխատեցին, իսկ մենք չկարողացանք համապատասխան հակահարված տանք, որովհետեւ մեր ռեսուրսները բավարար չէ։ Նաեւ նրանք, ովքեր իսկապես կհամոզվեն, որ այս մարտական դուրս գալուց հետո անկախ արդյունքները ինչա լինելու Հայաստանի շնորհապետական կուսակցությանը վստահում են, այդ վստահությունը արդեն գնացեք կոնկրետ գործով ապացուցեք, ընդլայնեք այդ կուսակցության ցանկը, կազմակերպական հարցերում օգնեք, ֆինանսական հարցերում օգնեք, դուք արդեն հասկացաք, թե ինչ է կարող են բերել մեր երկրի գլուխը։ Հիմա ձեր աչքի առաջ տեսնում եք, ձեզ թվում է ընտրությունով ավարտվեց, ընտրությունով էս ամեն ինչը նոր է սկսում։ Եվ պատահական չի, որ նաև մարդիկ հիմա արդեն զավեշտի են վերածել, թե նկարում են բանի այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, որպես պալատական նկարիչ, Վահագն Հովակիմյանը ինչ որ թվեր է նկարել իշխանության համար, այն որ ինքը պալատական նկարիչ է, ես դրա հետ կապված ոչինչ չունեմ ասելու, դա պարզ է, նորություն չի, բայց երբ որ նա նկարում են այնպես միջնադարյան կամ տարբեր ժամանակների, ասենք, նկարիչների հագուստով վրձինն է ձեռքը, որ ինքը պալատական նկարիչ է, այդտեղ արդեն ինչ որ բան վիրավորական է ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ ինչու համար եմ ասում, որովհետև պալատական նկարիչը դա կատարելության աշճանի հասած նկարիչներ էին ժողովուրդ ջան, պալատական նկարիչները թագավորին ու թագավորական ընտանիքներ էին նկարում, այդ ում եք դուք համեմատում ում հետ, վերածննդի ժամանակաշրջանում պալատական նկարիչ էր Լեոնարդո դա Վինչին, Ֆրանցիսկո Գոյան եղել է ռոմանտիզմի և վաղ մոդեռնիզմի ժամանակվա պալատական նկարիչ, բարոկկոյի ժամանակների պալատական նկարիչ են եղել Դիեգո Վելասկեսը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Անտոնիոս Վան Դեյկը և ի վերջո Նարիմանովի ժամանակների
պալատական նկարիչ է եղել Տիգրան Բուկուչյանը։ Եկել ում հետ եք համեմատում, մանք կատարելության էին հասել ժողովուրդ ջան։ Ես պատահական չի, որ ժամանակին Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ ֆանտաստ նկարիչ Բուկուչյանի մասին խոսում էի, ասում էի Հոֆմալեր Մուկուչյան, այսինքն Հոֆմալեր դա նշանակում է պալատական նկարիչ։ Այդ մարդիկ կատարելության էին հասել։ Այս խեղճ ու կրակը ինչ է անում, որ պալատական, որ դրան տենց կատարյալ մարդկանց համազգեստով ցույց եք տալիս։ Վախեցած խոսում է, տեսնում ես, իր գործառույթի մեջ մտնող հարցերը վախվորած պատասխանում է, չի կարողանում պատասխանի, ոնց որ ասի ինձանից ինչ եք ուզում, ինչ ասել են, արել եմ, ինձ ինչու՞մ եք մեղադրում։ Անկամ այն, որ իր գործառույթն է, չի կարողանում պատասխանի։ Ոնց եղավ, որ էսպես եղավ։ Այս հարցի Չու էսպես եղավ։ Ժողովուրդ ջան, այն որ ինքը պալատական նկարիչ է, բայց պալատը պալատ չէ էլի, գոնե մի վիրավորեք Հոֆմալերներին, որոնք լեգենդար մարդիկ էին, որոնց հարգանքով մինչև հիմա հիշում ենք։ Էնպես որ իմացեք, որ այն ինչ որ տեղի ունեցավ հիմա շարունակությունը ունենալու, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը պատահական չէր, որ խոստովանեց, որ խորհրդարանը լեգիտիմ չի, որովհետև այլ ձևով չէր կարողանալու տակից դուրս գալ։ Ուղղակի մեղքը գցեց ուրիշների վրա, բայց այդ մեղքը իր մեղքն է։ Ինքը ուրիշների վրա է գցում, բայց դու ես մեղավոր, որ նույնիսկ դու ես մեղավոր, եթե նրանք խորհրդարանում են, որովհետև դու ես այնպես արել, որ նրանք կլինեն, եւ հիմա արդեն փաստի առաջ ես կանգնել, մեղավորներ ես փնտրում, այնպես որ նրանք ովքեր համարում էին այս խորհրդարանը լեգիտիմ է, լսեք Նիկոլ Փաշինյանի պատասխանը, եթե իրան էլ չեք հավատում, դե ուրիշ բան։ Իսկ հիմա նայենք, թե ինչա ստացվելու հետագա քայլերը։ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների եւ Պուտինի իրենք շնորհավորելու վերաբերյալ հարցինի պատասխան. Ես 8 տարուց ավելի է աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա։ Այսինքն Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում, Նիկոլ Փաշինյանն ասում է կգնանք եւ համբերատար կփարատենք։ Ինչն ես փարատում։ Մեղայականով գնալու ես ասես մենք քու դեմ բան չենք արել, ինքը մեր դեմ բան է անում։ Այսինքն ինքը մեր դեմ բան է անում, դու դիմում ես Եվրոպային, Եվրոպան չի սպասում դիմես, իրանք կեն առաջարկում, նրանք տալիս են քեզ գումարներ, որ կարողանաս սուբսիդավորես, դա անես, ընդունում ես, խոստովանում ես, որ Եվրոպան լավ շուկա է, ուղղակի լոգիստիկ խնդիրներ կա, դժվարություններ կա, որը որ չես կարողանում անես, խնդիրը առաջանալու, բայց այդ ճանապարհին մարդիկ պատրաստ են օգնել, որ դու կարողանաս Ռուսաստանի հետ ճակատ տաս եւ այդ հարցը լուծես, ասում ես չէ կգնամ, հարցերը կլուծեմ Ռուսաստանի հետ, խնդիր չկա։ Այս սա է ժողովուրդ ջան, երբ որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը այսօր Եվրոպան կօգնի կասի ձեզ հետ եմ, վաղը Ռուսաստան կգնա կասի ձեզ հետ եմ։ Նիկոլ Փաշինյանը իրավիճակային որոշում է կայացնելու, հաստատական որոշում մենք ենք կայացրել, մենք ենք կայացնելու եւ դրա համար էինք ասում, որ այո դա պետքա խորհրդարանում լինի, այդպիսի ուժ, որը հետևողականորեն դա առաջ տանի, որովհետեւ վաղը եթե Նիկոլ Փաշինյանը այս բոլորը ողջունեցին, որ ռուսական ճահճում չհայտնվենք, վաղը Նիկոլ Փաշինյանը թեքվեց դեպի Պուտին, այս մարդիկ իրանք են հասկանալու, որ խապված են, բայց այդ դեպքում ով է նրանց հետ աշխատելու եւ հայ ժողովրդի շահերը սպասարկելու եւ ներկայացնելու։ Հիմա դուք տեսաք, անդրադառնալով ԵԱՏՄ-ին Փաշինյանն ասաց, որ իր մասնակցությամբ երկու ձևաչափ կա՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը եւ Բարսագույն տնտեսական խորհրդի նիստերը։ Այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը։ Դուք տեսաք, որ ԵԱՏՄ-ից նեղացել է Նիկոլ Փաշինյանը եւ ասում է, դե որ դուք մեր հետ էսպես, մենք էլ ձեր հետ էսպես, չէ ժողովուրդ ջան, ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն, դա եւ Նիկոլ Փաշինյանն է ասել եւ նաեւ մի ուրիշ պաշտոնյաներ, պարզ է, թե ինքը ասել է, մյուս պաշտոնյաները բնականա պետք է ասեին։ Այսինքն կգնանք հարցերը կկարգավորենք Պուտինի հետ, ԵԱՏՄ-ի հետ էլ խնդիր չունենք։ Սա է, որ ունենք մենք այսօր ռուսամետ խորհրդարանականների եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության պարագայում։
Իսկ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում իր վճռական հաղթանակի կապակցությամբ, ես հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը եւ չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները։ Ներողություն։ Իհարկե, այս ամբողջ ընթացքում Դոնալդ Թրամփը հազիվ մի հատ հաղթանակ կարող է տոնել, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց եւ ինքը դա վերագրեց նաեւ իր սատարելու։ Անկեղծորեն ասեմ, շատ ցավում եմ, բայց Դոնալդ Թրամփի սատարելը Նիկոլ Փաշինյանին ոչ օգուտ էր, ոչ վնաս, որևէ դերակատարություն չի ունեցել։ Աշխարհի ամենահզոր պետության սատարելը զրո դերակատարություն է ունեցել հասարակական կարծիքի վրա։ Ահավոր ցավալի է դա, հատկապես այն մարդու համար, որը 22 տարի հրապարակային գործունեության մեջ գերկարևորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը, թե հայ-ամերիկյան հարաբերություններում, թե աշխարհում։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, բայց լավ, այս որ ինքը ուղիղ ձևով սատարում է եւ ցույց տալիս, որ սատարել եմ եւ դրանով ցույց տալիս իր միջամտությունը մեր ընտրությունների գործում, ուրիշ հարց է առաջանում, բայց չէ որ Դոնալդ Թրամփը հարցերը չի լուծել Իրանի հետ եւ այդ դեպքում ստացվում է այն Թրամփը, որը Իրանի հետ պատերազմի մեջ է, աջակցել է Նիկոլ Փաշինյանին, իսկ Իրանն էլ պատասխաններ է տալիս Ամերիկային։ Հիմա մենք մտածենք, իսկ իր սատարելը մեզ օգնեց, թե վնասեց։ Իսկ վաղը մյուս օրը որ տենց ակտիվ ձևով քննարկում ենք Թրիփի հարցը եւ Ամերիկայի հետ համագործակցության, այն ֆոնին, որ Թրամփը հարցերը չի լուծել Իրանի հետ, դա հիմա մեզ օգնեց, թե վնասեց։ Հասկանանք, ինչ փուլում ենք մենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, այսօր մենք պատրաստում ենք հզոր հարված հասցնել Իրանին, մենք պատրաստում ենք հարձակվել նրանց վրա եւ շատ կոշտ հարված կհասցնենք, կվերսկսենք ռմբակոծությունները, մենք դրա իրավունքն ունենք, նրանք խոցել են մեր ուղղաթիռը, մենք իսկապես մոտ էինք համաձայնագրի կնքմանը, բայց իրանցիները շարունակում են մեզ խաբել, նրանք շարունակում են մեզ հիմարների պես ներկայացնել, որովհետեւ նրանք գործ են ունեցել մի քանի շատ հիմար նախագահների հետ։ Հիմա նորից ասեմ, երբ որ Դոնալդ Թրամփը պարբերաբար ուզում է ասի, որ Իրանից առաջ բոլոր նախագահները հիմար են եղել, հավատացնում եմ ձեզ, ինքը այդ փաստերը չունի, բայց Իրանից հետո հաջող եկողը հաստատ Իրանը համարելու հիմար, ու այնպես ալնելու, որ որոշ փաստեր ջրերես հանելու է։ Այսինքն մենք ընդամենը Թրամփի հետ ենք կապում 99 տարով մի բան, որը մի քանի ամիս հետո կարող է իրավիճակ փոխվի, 2 տարի հետո էլ Թրամփը օբյեկտիվորեն պետք է փոխվի։ Այսինքն ուշադրություն դարձեք, սա է վերաբերմունքը Ամերիկայի գործող նախագահի ամերիկյան ինստիտուտների նկատմամբ։ Նա հետևողականորեն չի համարում, որ Ամերիկան բերեց էստաֆետը փոխանցեց Իրան։ Չէ, նրանք բոլորը հիմար էին, ամեն ինչ խառնել են իրար։ Այս ձևով ենք մենք հեռանկարային պլան կազմում Ամերիկայի այս նախագահի հետ, որը գնացող նախագահ է։ Դրա համար չափազանց զգույշ պետք է լինել։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ նրանք չեն ունենա, եւ նրանք համաձայնել են դրան, ասել է Թրամփը, բայց չեն ընդունել, որ այս Ամերիկա-Իրան, Ամերիկա Փաշինյանին պաշտպանել։ Այս գծովն ենք, իսկ հիմա նայենք Ռուսաստանից մեզ ինչ են ասում։ Ռոստելխոզնadzորի ղեկավար Սերգեյ Դանկվերտ Ռուսաստանն ավելացրել է այլ երկրների ձկան ներմուծումը Հայաստանից մատակարարումները փոխարինելու նպատակով։ Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա։ Մենք հասկանում ենք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել, դրա համար բացում ենք մատակարարումներ այլ երկրներ, այսինքն նրանք նախապես պատրաստվել են, իսկ Հայաստանը նախապես չէր պատրաստվում, որտեղ մեզ ճղում էինք, ասում ենք այլ ընտրանքի ուղղությամբ աշխատեք, ասում էին չէ, Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ է։ Ռուսաստանը արդեն ձեր թիկունքում բանակցում էր այլ ընտրանքեր քթել, իսկ դուք դեռ շարունակում եք Ռուսաստանին ժեստեր անել, չէիք լսում մեզ։ Հիմա ասում եք, բա տեսնում եք դեպի Եվրոպա ենք գնում։ Օրինակ, իշխանի մատակարարումների մասով մենք վերակողմնորոշվեցինք դեպի Իրան եւ Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենք, այնքան մեզ հեշտ է աշխատել։ Այսինքն իրանք այլընտրանքի ուղղությամբ աշխատել են, մեզ չի կարելի աշխատել։ Չէ՞ որ եթե մենք կախված ենք մեկից, ապա կարող է առաջանալ որևէ արտադրանքի պակաս։ Հիմա նման բան չկա, մենք մեծ ընտրություն ունենք, ասել է Դանկվերտը։ Այսինքն իրանք այդ եկա երգիրը
չի ուզում մեզանից կախված լինի, բայց մենք պետք է Իրանից կախված լինենք։ Այս մի բուր երկիրը պահելու հարցում։ Ուրիշների հետ չենք կարող բանակցել ու աշխատել։ Հիմա հասկացաք ինչ է կատարվում, մեր դեմ ինչ են, եւ վաղվանից էլ լասկսել են գյուղմթերքների հետ կապված կարանտինային ապրանքների իսպար փակել են, ոչ թե սահմանափակել են։ Եվ մենք դրա հետ կապված դեռ լուրջ քայլեր ունենք քննարկելու եւ հետեւողականորեն պետք է այդ գիծը Եվրոպայի տանող մարդիկ համառորեն, սկզբունքորեն, գաղափարական կանգնած այդ գիծը առաջ տանելու համար պայքար են, բայց այդ հնարավորությունը մեզ չտվեցիք։ Ոչինչ, ինչ ունենք, դրանով կանենք։ Իսկ հիմա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է արտասահմանում ապրող քաղաքացիների գույքի կալանավորման հնարավորություն։ Այնպիսի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում, որոնք ռուսական օրենսդրությամբ դասում են ՌԴՇ-երի դեմ ուղղված գործողությունների շարքին։ Փաստաթուղթն ընդլայնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի այն հոդվածների ցանկը, որոնցով կարող է պատասխանատվություն առաջանալ արտերկրում բնակվող ռուսաստանցիների համար։ Օրենքը նախատեսում է միջոցների կիրառման հնարավորություն նշված վարչական իրավախախտումների մեջ մեղավոր ճանաչված անձանց գույքի նկատմամբ անկախ երկրի սահմաններից դուրս նրանց փաստացի գտնվելու վայրից։ Այսինքն որևէ մեկը, որ ասի ես մնում եմ Հայաստանում, բայց Ռուսաստանի քաղաքացի է եւ իր բիզնեսը այնտեղ է, պասերով կարող են Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել եւ բռնագանձել Սամվել Կարապետյանի գույքը։ Եթե ինքը Վլադիմիր Պուտինի համար լրացուցիչ ծառայություններ չառաջարկի, կամ եթե Պուտինն ասել է, որ ոնց որ խոստումները չկատարեցիր, դե եթե չանես կբռնագանձեմ, այս օրենքի տակ է անգնում, ժողովուրդ ջան, այն ինչի մասին մենք ձեզ զգուշացնում ենք, այն ինչից փորձում ենք ձեզ հեռու պահել։ Հիմա գոհ եք, դուրներդ գալիս է այս խորհրդարանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի մեր տարածքի մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտապես վտանգի տակ են մարդկային սխալի, վթարների կամ հնարավոր խաչաձև կրակոցների պատճառով։ Այս ռիսկը նվազեցնելու համար լավագույնն է, որ նրանք հեռանան։ Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ։ Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով։ Ահա տեսեք, ամերիկյան ներկայությունը որտեղ կա, ասում է հեռացեք, թե չէ դուք թիրախ եք, խփելու է, ու իրոք խփում է։ Բայց դրա համար եմ ասում, մենք վստահ ենք, որ Դոնալդ Տրամպը մեզ համար անվտանգություն է ապահովելու։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն են կրում կանխելու Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ հարձակում գործելու նպատակով։ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի հանցագործությունը կրկին հիշեցնում է տարածաշրջանի բոլոր երկրներին, մասնավորապես Պարսից ծոցի հարավային ափին գտնվողներին, իրենց իրավական եւ բարոյական պատասխանատվության մասին, կանխելու իրենց տարածքի եւ կառույցների ցանկացած օգտագործում ԱՄՆ զինված ուժերի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու կամ դրանց աջակցելու համար։ Սա ինչի է բավական մանրամասը ներկայացնում, որովհետեւ այդ վտանգի առաջ կանգնած ենք մենք։ Բարեբախտաբար մենք Ամերիկային դա չենք խոստացել, բայց Տրամպին մերժելը Նիկոլ Փաշինյանի համար այդքան հեշտ չի։ Աստված մի ասի, եթե ինքը ասի, այս բանը չարեցիք, ինքն նեղացկոտ բնավորություն ունի։ Մենք պետք է հասկանանք ինչի առաջ կարող ենք կանգնել։ Նախարարությունը, այսինքն Իրանի արտգործնախարարությունը շեշտել է, որ իրենք չեն հապաղի կիրառել ինքնապաշտպանության իրենց իրավունքը, այդ թվում հարվածելով հարձակումների աղբյուրներին, ինչպես նաև այն բազաներին եւ լոգիստիկ կառույցներին, որոնք օգտագործվում են Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու կամ դրանց աջակցելու համար։ Հասկացաք, տարածաշրջանի մի երկիր մենք ենք, ինտենսիվորեն ցանկանում ենք Ամերիկայի հետ ծրագրեր անել, եւ սա դա ռիսկի տակ է, քանի իրանք պայմանավորվածություն ձեռք չեն բերել։ Վերջին 2 օրվա ընթացքում Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները զուգահեռ բանակցություններ են վարել կատարցի միջնորդների հետ Դոհայում։ Կատարը փորձել է կազմակերպել ուղիղ եռակողմ հանդիպում չլուծված հարցերը քննարկելու համար, սակայն Իրանը հրաժարվել է։ Իրանը
Իրանը հրաժարվելուց հետո Ամերիկան հարվածեց, որովհետև ուզեցավ ճնշի, որ գա նստի բանակցային սեղանին։ Այն ինչ որ հիմա մենք ունենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ նախորդ գիշեր Իրանը խոցել է ամերիկյան Ապաչի ուղղաթիռ, որը բարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Տրամփի խոսքով ուղղաթիռում գտնվում է երկու օդաչուները չեն տուժել։ Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պետք է արձագանքի այս հարձակմանը, նշել է Տրամփը։ Իհարկե արդեն արձագանքել է, ես ուղղակի կարծացի, որ իրանք բանակցությունից Իրանի հրաժարվելը օգտագործեցին հարված հասցնելու համար։ ԱՄՆ հարվածներ է հասցրել Իրանին այն բանից հետո, երբ Դոնալդ Տրամփը Թեհրանին մեղադրել է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան ուղղաթիռ խոցելու մեջ։ Այս առաքելությունը համաչափ պատասխան է իրանական անհիմն ագրեսիային, ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանի տարածքում գտնվող թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին, հայտարարելով, որ գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության շրջանակում։ Իհարկե չեն թաքցրել, որ իրանք խփել են բանակցության սեղանին նստացնելու։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն իր հերթին մեկնաբանելով ընթացիկ էսկալացիան, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ վարել ռումբերի օգնությամբ, բա որտեղ մնաց ինքնապաշտպանությունը։ Այսինքն խփում ենք, որ բանակցես, բա ասում ես հարված ենք հասցրել ինքնապաշտպանության նպատակով։ Այսինքն դուք տեսաք լարվածությունը, ես ուզում եմ, որ մենք այդ ամեն ինչը պատկերացնենք, եւ այս պարագայում Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները, վերջին ժամերին Միացյալ Նահանգների կողմից իրականացված անօրինական եւ հանցավոր հարձակումները, որը ոչ միայն կոպիտ խախտում են, այլև գործնականում անիմաստ են դարձնում հրադադարը։ Այս հանցավոր գործողության չափազանց լուրջ հետևանքների պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգները։ Այո, դուք տեսնում եք ինչ է կատարվում եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ ասում է, կարծում եմ գործարքը կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում, բայց այն կարող է կնքվել նաև մի քանի ամիս անց։ Կարծում եմ մենք այնպիսի դիրքում ենք, որտեղ կարող ենք կնքել մի գործարք, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար տնտեսական տեսանկյունից եւ որն իսկապես կանդրադառնա իրանական միջուկային ծրագրին։ Այսինքն դուք տեսնում եք, որ նույնիսկ իրանք իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչքան կտևի այդ գործարքը, որի պարագայում իրանք ինչ են ասում։ Հիմա այս ամեն ինչի հետ կապված ինչու եմ ասում, մենք այն ոգևորությամբ, որ խոսում ենք, թե տեսեք մենք ինչ կանենք բանի հետ կապված, Իրանի հետ կապված հարցերում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ Իրանի հետ էլ մենք բանակցություններ վարվում, որ նորմալ ռազմավարական գործընկերություն լինի, որ Իրանը դեմ չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցությունը։ Դուք վստահ եք, որ հիմա այս պարագայում մենք այդ հնարավորությունը ունենք։ Այսինքն Ռուսաստանը ճնշելու է, մենք ակտիվ քայլ ունենք դեպի Եվրոպա, որովհետև Եվրոպայի հետ կապված Իրանը այդպիսի անտագոնիզմ չունի։ Այո, շատ հարցերում եվրոպական երկրները Ամերիկայի հետ համահունչ են գործում Իրանի դեմ, բայց միշտ Իրանը ցանկանում է Եվրոպային տարանջատել, նրանց հետ առանձին բանակցել, որ նրանք միասնական չգործեն։ Այսինքն, եթե կոմպրոմիս լինի Հայաստանի համար, Ամերիկան չէ, Ռուսաստանը չէ, գոնե ուրիշը լինի, այդ երրորդ կողմը Իրանի համար հաստատ ձեռնտու է Եվրամիությունը, որի պարագայում Հայաստանի տարածքը նաև կօգտագործվի դրա համար։ Այսինքն մեզ գործնականում տարբերակ չեն թողում, որ եթե մենք գոնե կանգնենք, ասենք, լավ, հասկացանք, Ամերիկայի հետ չենք ընդլայնի, բայց մենք հո սոված չենք մնալու ժողովուրդ ջան, հո մենք չենք կարող աշխարհի հետ հարաբերվենք մենակ Իրանի տարածքով, Իրանը որպես կոմպրոմիս պետք է բացարձակ դեմ չլինի, որ մենք Եվրոպայի հետ ակտիվ աշխատենք նաև անվտանգային հարցերում։ Այս ամեն ինչը ամիսներով ու տարիներով խոսել ենք, այսօր ձեր աչքի առաջ տեսնում եք, թե արդյունքում ինչ է կատարվում։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։